Իրանն ու Իսրայելը հանգստյան օրերին շարունակել են հրթիռային հարձակումները միմյանց տարածքներում։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական 4 բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74-ը հոսպիտալացվել է։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի 20 հարկանի բնակելի շենքի, վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1500-ը վիրավորվել է։ Նիդերլանդներում տասնյակ հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքվել իշխանությանը կոչ անելով ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Գազայում տեղի ունեցող ցեղասպանության հարցում։ Ավելի քան 20 ամիս տևած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 55,300 պաղեստինցի։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է պատվո լեգիոնի շքանշանից անցյալ տարի կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո։ Սարկոզին ներկայումս դատվում է երրորդ գործով, այն է Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ կոռուպցիոն պայմանագրի շրջանակներում քարոզարշավի համար տասնյակ միլիոնավոր եվրոներ հափշտակելու համար։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը երկում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները եւ հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանը վերադարձրել է պատերազմում զոհված ևս 1200 ուկրաինացիների մարմիններ, որի արդյունքում հայրենադարձված մարմինների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 4800-ի։ Հունիսի 9-ին Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել էր 25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը։ Լոս Անջելեսի կենտրոն ծովային հետևակի ժամանման ֆոնին ողջ Ամերիկայի տարածքում կազմակերպվել են բողոքի ցույցեր ոչ մի թագավոր խորագրով։ Խոշոր հանրահավաքներ են նախատեսված ԱՄՆ բոլոր 50 նահանգների ավելի քան 2000 քաղաքներում եւ գյուղերում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր անկյուններում։ Ցուցարարներին հունից հանել էր Վաշինգտոնում ԱՄՆ բանակի հիմնադրման 250-ամյակին նվիրված զանգվածային ռազմական շքերթը, որը համընկել էր Դոնալդ Թրամփի 79-ամյակի հետ։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։